Բարի օր հարգելի ընկերներ, ուրեմն խոսքը այս եթերս կլինի կապված արցախցիների սոցիալ վճարումների ծրագրի դադարի վերաբերյալ եւ այն գործողությունների վերաբերյալ, թե ինչպես են ուղղակի ինչ որ հանդիպել եմ համացանցում, ինչ կարծիքներ կա, ինչ պայքարի միջոցներ եւ մեթոդներ են առաջարկում եւ ուղղակի իմ կարծիքս եմ հայտարարում որպես խորհրդի կարգով, ովքեր որ փորձում են կազմակերպեն, կընդունեն չեն ընդունի, դա իրանց գործն է, համենայն դեպս ես ոչ մի հավաք դեռ չեմ հայտարարում, ինչու չեմ հայտարարում, որտեղ են ամարտիկ փորձում են անեն, կազմակերպեն, որպեսզի կաշա չդառնա տարբեր տեղեր ու հավաքներ, եթերս ու ելույթս ուղղակի խորհրդի կարգով է, եւ ինչ հիմնական մտքեր ենք տեսել տարածված համացանցում, հա, օրինակ կարծիք կա, ասում են ինչ որ մեկ ասենք Արցախի կամ կապ չունի նախկին թալանչիներից ով որ ստեղ օրինակ հյուրանոց ունի, առաջարկություններ այլմ հավաքվենք 50 հոգով, 200 հոգով, 500 հոգով, գնանք այդ հյուրանոցը վերցնենք, ասենք մեզնից եք թալանել, հիմա մենք վերցնում ենք, այսպիսի մտքեր կան։ Հիմա ուղակի հարց այդպիսի մտածողներին, հա, հիմա թեկուզ չգիտեմ, մի քանի 100 հոգով գնում ենք, օրինակ, հա, ինչ որ մի հյուրանոց վերցնում, ասում ենք դուրս չեն գալիս տեղից։ Իշխանություններն էլ բերում են 5000 ոստիկան շարը։ Ինչ ենք անելու այդ դեպքում։ Ասենք այդ տենց որ զախվատ ենք անում, հետո ո՞նց ենք մենք դա պահելու։ Սա ուղակի հարց է, որին պատասխանը ես չունեմ։ Ես չեմ ասում դա տարբերակ է, տարբերակ չի, ուղակի հարցերս եմ ներկայացնում եւ որտեղ որ կարծիք ունեմ, կարծիքս եմ հայտնում։ Այս առաջի բանը, որը ինչի չեն ժողովուրդ համախմբում, իմ կարծիքով sense հարց է առաջանում, հետո որ վերցրեցինք, հետո ոստիկանների հետ ինչ ենք անելու։ Այս կարծիքներից մեկն է, որը համատարած է։ Նաեւ կարծիք կա, որ քանի որ ստեղ իշխանությունները անընդհատ ճնշում է արցախցիները հավաքվեն ու համընդհանուր միասնական մի դիմում գրեն օրինակ Ֆրանսիային եւ ասեն ընդունեք մեզ։ Ուրեմն ասեմ, որ էս էլ չի հուսալի տարբերակ, ինչու, որովհետև ամբողջ աշխարհով մեկ փախստականներին քշում են իրենց երկրներից եւ ուկրաինացիների արդեն բաներն են այնտեղ այդ փախստական լինելը չեն ճանաչում, օրինակ Շվեյցարիայում նույնը ամբողջ եւ Եվրոպայով եւ Ամերիկայով եւ Ռուսաստանն է բան արել խստացրել մուտքը այլ երկրի քաղաքացիների Ռուսաստան։ Այս ու բացի դրանից սա հենց Նիկոլի ուզածն է, որ արցախցիները ստեղից դուրս գան գնան, ինքը այս քաղաքականությունն է վարում։ Ուզում եմ ասեմ, այս իմ կարծիքն է, որ նման մտքերից մենք պետք է ուղղակի ազատվենք, չմտածենք անհուսալի տարբերակների վրա, որպեսզի որ կարողանանք մտածենք, տեսնենք նոր ինչա կարելի, ինչ մոտեցում եւ ինչ լուծում է կարելի տված այս հարցի։ Հաջորդ երրորդ բանը, որ ես տեսնում եմ, արցախցիները կոչ են անում համացանցի ուղղակի ինչ որ հանդիպել է նրա մասին եմ խոսում։ Կոչ բան են անում, որ Արցախի իշխանությունները կազմակերպեն այդ հավաքը կամ գան այդ հավաքին ներկանեն։ Ընդ որում ոչ թե այնպիսի գրառումներ ա, որ այ մեր իշխանությունը ինչ որ բան դրական վերաբերմունք են ցույց տալի, ոչ, որպես պատիժ են ասում, եկեք մոտներս կայնեք Եմ որ ասում մեր հետ միասին պայքարեք, այսպիսի կարծիք կա, որին որ ես իմ կարծիքով դա միայն ու միայն բացասական երևույթ է, ու բացասական գործոն է Իրանից ներկայացնելու Արցախի իշխանությունների ներկայությունը, նույնիսկ ներկայությունը հավաքում։ Այ ասում եմ, կան այդպիսի կարծիքներ, թող գան ուղղակի շարքերում կանգնեն։ Ինչու է սա վնաս տալի։ Առաջինը, եթե մենք հավաք ենք անում, մենք պետք է տրամաբանություն ունենանք։ Այդ հավաքը պետք է ինչ-որ տրամաբանական, տրամաբանորեն քայլեր ունեն իրար հետ կապված։ Այսինքն, ինչի համար ենք հավաքվում, ինչ ենք պահանջում եւ ումից ենք պահանջում։ Հիմա փաստորեն, եթե մենք խոսում ենք սոցիալ խնդիրների բնակարային ապահովման հարցերում, սա ուղիղ վերաբերում է ֆինանսական միջոցներին։ Եվ բնականաբար իշխանությունների մոտ հենց այդ հարցադրումն ալնելու փողը որտեղից հիմա այս հարցին պետքա պատասխան տվա փողը այդ որ ասում եք քիչ է ու յուրոք որ քիչ է բայց լավ որտեղից այդ ավել գումարները գտնեն տարբերակներ կա որ աշխարհը մեզ օգնում է եւ այլն իմ կարծիքով աշխարհը մեզ այնքան չի օգնում ինչքան որ պետքն է որովհետեւ ծախսերը շատ ավելի մեծ են ու բացի դրանից ասում են
քանի որ Հայաստանի իշխանությունը պարտավորվածություն է վերցրել իր վրա։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ եթե այդ շարքերում փաստորեն, եթե մենք չենք ասում այդ գումարի տեղուակի, ասում ենք պարտավոր եք արեք, ստեղի իշխանությունների զրույցը շրջելու է, որ այ արցախցիներին 30 տարի պահել ենք, հիմա էլ գումարներ ենք վճարում, եկել են ասում են քիչ է, այսինքն Հայաստանի Հանրապետության բանը հարկատուն պետք է հավելյալ բանի վրա վերցնի, իր վրա նագրուսկա վերցնի, որպեսզի որ կարողանա արցախցիներին պահի։ Ասեմ, սա հենց իշխանության հիմնական թեզն ալնելու, ըստ որի իրանք փորձելու են ջարդեն այդ հավաքը եւ դրա իմաստը։ Եվ ստեղ մենք պետք է հստակ կոնկրետ փողի տեղը ասենք, որտեղից այդ փողը։ Իսկ սրա այն միակ տարբերակը, որը որ արցախցիները իմ կարծիքով պետք է ներկայացնեն ու պահանջեն, դա թալանի վերադարձն է։ Իսկ եթե մենք գնում ենք, մի հատ հավաք ենք անում, թալանչիներին բերեմ մոտները շարում ու ասեմ թալանի վերադարձի, ժողովրդի մոտ ընկալում չի լինելու։ Ու ասեմ, միակ հույսը, որ կարող է այդ հավաքը կարող է տեղ հասնի, իր նպատակին հասնի, դա Հայաստանի Հանրապետության մեր քույր եղբայրների աջակցությունն է։ Եթե այդ աջակցությունը չեղավ, եթե Նիկոլը կարողացավ այդ ժողովրդին տրամադրի այդ հավաքի դեմ ու արցախցիների դեմ ինչի վրա ինքը շատ է աշխատում, թեկուզ դուրս եկած արցախցիներն որ գան ստեղ 150,000-ով հավաքվեք, ոչ մի հարցը չի լուծվելու։ Մեր միակ ուժը, որը որ կարող է մեզ աջակից լինել եւ մենք մեր նպատակին հասնենք, դա հասարակ մեր քույր եղբայրներն են, ովքեր որ մեզտեղ ընդունել են։ Հիմա փաստորեն մենք փոխարենը իրանց հետ համախմբվենք։ Գնում ենք համախմբվում թալանչիների կամ թալանչիների ներկայացուցիչների հետ ու պահանջում փաստորեն իրանցից հավելյալ մեզ վճարումներ անեն։ Հավաքը ինչպիսին պետք է լինի, որ իր տեղին հասնի, մենք պետք է դուրս գանք առաջինը, հայտարարենք, որ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով միայն 4 տարվա մեջ Նիկոլի օրոք 1923 թիվ 467 միլիոն դոլար է յուրացվել ընտրյալ ընտանիքներին, այդ նույն թալանչիներին։ Այս գումարն ենք պահանջում, որպեսզի որ վերադարձնեք արցախցիներին։ Եւ ինչու միայն այդ կես միլիարդ դոլարը, որը որ Հայաստան Արցախի հիմնադրամով անցել։ Ստեղ նույն իշխանությունները հայտարարում են նաեւ միլիարդուկես դատախազությունը հայտարարում է միլիարդուկես այդպիսի հափշտակած գումարների մասին։ Դրանից հետո մի հատ էլ հայտարարում է, որ 350 միլիոն դոլար էլ Սերժ Սարգսյանի փեսան է հափշտակել։ Դրանից առանձին էլ 315 միլիարդ դրամի առանձին վարկեր են իրանք ինչ որ փակել նման լուրեր տարածված էր լրատվականներում։ Եվ որպեսզի մենք կարողանանք մեր նպատակին հասնենք, մենք պետք է այս սոցիալ խնդիրների բնակարան ապահովման խնդիրը պարզ հասկանանք, որ սա հակակոռուպցիոն պայքար է եւ սա պետք է հենց կոռուպցիաների դեմ լինի։ Եթե մենք հավաք ենք անում, այդ հավաքում գալիս են Արցախի ներկայացուցիչները, իշխանությունն եմ ասում, նախկին ներկա կապ չունի, կամ գալիս է ստեղի ընդդիմությունը կանգնում, ել այդ հավաքը տեղ չի հասնում, որովհետեւ իշխանությունը կոնկրետ փաստարկ ունի, ասում է այդ թալանել եք այդ ժողովրդին, դե հիմա գնացեք բերեք տվեք, մեզնից ինչ եք ուզում, հասարակ Հայաստանի Հանրապետության հարկատուից ինչ եք ուզում, այս թեզն է տանելու առաջ եւ մենք պետք է հասկանանք եւ հավաքի կազմակերպիչները պետք է հասկանան, որ դաշտը միայն ինքը չէ, նենց չի որ դուք եք գալու ինչ որ ձեր հայտարարություններ անեք, դրա դեմ խոսացող չէ, ավելի մեծ ռեսուրսներ է մեր դեմ աշխատելու։ Հենց իշխանական ռեսուրսները իրանց լրատվականներով, իրանց գործակալներով, իրանց ԱԱԾ-ով, ոստիկանությունով սաղ թափվելու են մեր դեմ։ Մենք պետք է այնպիսի մի հատ պահանջ ներկայացնենք եւ այնպես հիմնավորենք, որպեսզի որ հասարակ Հայաստանի մեր քույր եղբայրները, մեր հայրենակիցները մեզ աջակցեն, չաջակցեն չի լինելու ոչ մի բան։ Իսկ դա միակն է, որ հենց այդ թալանչիներից խոսքը գնում է 3 արդեն եթե Արցախ Հայաստան իրար հետ վերցնում ենք 3 միլիարդ դոլարից ավելի գումարի մասին է գնում, որ հափշտակվել է։ Իսկ այդ 3 միլիարդ դոլարը որ վերադարձնվի, դա եւ արցախցիների բնակարանային հարցն է լուծելու, եւ ոչ միայն արցախցիներն էստեղ կներեք որ բնակարանային խնդիրներ ունեն։ Մեր հայրենակիցները Հայաստանից նույն ձևին բոլորի հարցն է լուծելու։ Այլ պետք է համախմբվել այն մարդկանց հետ, ովքեր որ մեզտեղ ընդունել են, խոսքը գնում է հասարակ քաղաքացիների մասին, եւ դուրս գալ կոռուպցիայի դեմ, եւ թույլ չտալ, որ Հայաստանի ընդդիմությունից
ազգային ժողովի ընդդիմությունից մարդիկ ներկայանան այդ հավաքին, որովհետև որ ներկայանան իրանք մի բան են հետապնդում, մարդիկ շատ են գան իրանք այնտեղ բան անեն, ինչ որ ռիսովկա լինեն ու ցույց տան, որ տեսեք այ ժողովրդի հետ են, ժողովրդի հետ ինչ որ ավտորիտետ ունենք, բայց իրանք ընդամենը իրանք այդ շահը անելու են, իրանք ստանալու են իրանք շահը, իսկ ամբողջ հասարակության մեծամասնությունը դա 90%-ի ավել, սա սոցհարցումներն են ցույց տալի, 90%-ից ավելը քաղաքացիներին զզվում են թե ներկաներից, թե նախկիններից, ու եթե մենք այդ պահի դուրսությամբ, չգիտեմ, Հայաստանի ընդդիմությունից մի 100 հոգի, 50 հոգի կհավաքվեն, մի 10 լրատվական կգա, այդ պահին կորոշենք, որ կթվա թե այ ռեսուրսը, այ հնարավորությունները, որը կարելի է օգտագործել եւ լայնանա հավաք, ասում եմ ճիշտ հակառակն ալնելու Ճիշտ հակառակը, իրանք հենց որտեղ որ հայտնում են այդ հավաքը եւ այդ քաղաքական նպատակը տեղ չի ասնում, դիակ են։ Այդ նույն ընդդիմության վարկանիշը 1-2% է, իշխանության վարկանիշը 8-9% է։ Իրանք իրար հետ 10% են։ Այդ 9%-ն էլ զուտ, քանի որ նախկինների իշխանության զավթելու վտանգը չի սպառվել ըստ իրանց, դրա համար են Նիկոլ պաշտպանում։ Թե չէ ոչ այս կողմին, ոչ այն կողմին, որևիցե վարկանիշ չունի, հարգանք չունեն, եւ եթե ներկայանան հավաքին, նույնիսկ եթե բան ելույթ չունենան, իրանք պղտորելու են ամբողջ մթնոլորտը։ Հետո էլ ասել են, բա այ տեսեք, անարդարա, էսա, այնա, էլի նույն Ղարաբաղի սխալներն են կրկնում։ Ընդեղ էլ էր, որ հավաքա թող կառավարությունը հայտարարի, հիմա կառավարությունը իր անիմաստ քաղաքականությունով հավաքը դա քաղաքական քայլ է, որը որ պետք է իմաստ ու տրամաբանություն ունենա։ Մենք Արցախում կառավարությունը ինչքան հավաք արել, դա միակ հավաքներն էր, որ մարդիկ հավաքվում էին լուրջ քանակի։ Բոլորը եղել են անտրամաբանական։ Հասել ենք ստեղ, էլի ասում ենք իշխանություն, ինչ իշխանություն։ Ինչ իշխանություն, ինչ կարան անեն։ 3 նախագահ են բանտում Պլյուս Ռուբեն Վարդանյանը, ստեղի այդ իշխանություն, ընդդիմություն, Արցախի իշխանություն եւ Հայաստանի ընդդիմություն կոչված իրար հետ չեն կարող 200 մարդ հրավիրեն այդ հավաքին։ Ինքն էլ եթե նույնիսկ մարդիկ նստած ստեղ, չգիտեմ, խղճում են դեղ Ռուբեն Վարդանյանին կամ այն մարդիկ, որ ծանր վիճակում են, եթե իրանց խղճումել են այն ովքեր որ դուրս են գալի իրանց համար խոսում, այդ պատճառով չեն գնում։ Մի հատ վառ օրինակ, որպեսզի պատկերացնել լինի, երևի եւ սրանով ավարտեմ։ Ես ուղղակի մտահոգված եմ, անկեղծ եմ ասում, մտահոգված եմ, չեմ ուզում որպեսզի այդ հավաքը հայաստանցի Ղարաբաղցի դառնա եւ արցախցիները հետո դժվող իրանք կլեն ու հայտնվեն ծանր վիճակում, դրա համար խորհրդի կարգով է, այս ինչ որ ասում եմ, ով կընդունի, ով չի ընդունի։ Ինքնային իմանում ես հավաք չեմ հայտարարում, այս պահին կրկնում եմ, ինչի համար, որովհետեւ այնա մարդիկ փորձում են անեն, կաշա չենք սարքում։ Բայց ես իմ խորհուրդներս եմ տալի։ Նայեք, հոգևորականները դուրս են գալի եկեղեցու անունից հավաք հայտարարում։ Ու սա հավատքը հայ ազգի մեջ շատ խորքային է դրած, նույնիսկ եթե պետություն, ազգային շահեր բան մենք չենք հասկանում, հավատքը շատ է խորքային դրած, եկեղեցի մեր մեջ շատ է խորքային դրած։ Ու նույնիսկ այդ ռեսուրսները օգտագործելով, քանի որ դեռ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆոնը կար, մարդիկ չգնացին, հայը չգնաց իր այդ հոգևորականների հետևից։ Սա մեծ ու շատ հստակ ու կոնկրետ չափանիշ է, թե ատելությունը ժողովրդի ատելությունը ընդդիմության նկատմամբ ինչքան է։ Եվ իրանց հենց ներկայությունը դա նշանակում է, որ հավաքը մեծ խնդիրներ է ունենալու։ Ես չեմ պատկերացնում, այսպես ասեմ, որ ինքը կարողանա իր նպատակին հասնի։ Ինչքան ուզում եք հավաքվեք, եթե իշխանությունը համոզվեց իր լրատվականներով, իր գործակալներով, իր ռեսուրսներով Հայաստանի Հանրապետության մեր քուր եղբայրներին, ովքեր որ մեստեղ բարեհամբույր գրկաբաց ընդունել են, եթե տրամադրեցին արցախցիների դեմ, ոստիկաններին հրամանատալու ջարդ են սաղին։ Նիկոլն է դա, զոհվածի ծնողների վրա է հրաման տալի, որ հարձակվեն, արցախցիների նկատմամբ ինքը դա մեծ հաճույքով է անելու, հələ մի հատ էլ Facebook-ը միացնի ուղիղ եթերը, միացնի մի գինի բացի ու նայի տեսնի ոնց են արցախցիներին ջարդում, սա Նիկոլի երազանքն է, մենք սա պետք է հասկանանք, եւ պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, եզրակացությունը այսքանից, մեր նպատակն է, դուրս գալ հայտարարել, կոռուպցիայի դեմ պայքար, որի միջոցով որ այդ սոցիալական հարցերը լուծվելու է, ու ոչ միայն արցախցիների, այլ նաև ամբողջ հայ ազգի, որովհետև 7 տարվա իշխանությունը մինչև հիմա կոռուպցիայի վրա է մատնացույց անում։ Ընդդիմությունն էլ դուրս է գալի իշխանության կոռուպցիայի վրա է մատնացույց անում։ Այս խնդիրները մենք երբ պետք է լուծենք, 7 տարի է անցել։
ու Թալանը չվերադարձրած հələ բացի դրանից Նիկոլը իր օրոք միլիարդներ հատկացրած նույն թալան չի կլանին, բայց երբ որ պետության մի հարցալեմ ասма բանը հարկերը բարձրացնենք եւ ժողովրդին գցում է վիճակ։ Սա համընդհանուր խնդիր է։ Հարգելի Հայաստանի, Երևանի եւ Լենինականի այլ մարզերի մեր հայրենակիցներ, ես ուզում եմ ճիշտ հասկանանք ինչ է կատարվում։ Արցախը դատացայի խնդիր չուներ։ Արցախը այնքան ոսկի կար, մենակ ոսկի, որ ոչ միայն արցախցիներին ահերիք, այլ նաև այլ Հայաստանի այլ մարզերին կարայինք օգնեինք, դատացաները մենք տայինք։ Իրանք այդ Արցախի ունեցվածքը թալանել են այդ կլանը։ Ստեղի հարկատուներին էլ ասել Արցախ պետքա պահենք, հարկերը վերցրել, իբր թե արցախցիներին են ուղարկում։ Էդ էլ դրել իրանց ջեբը։ Հասարակ արցախցիներին, հասարակ Հայաստանի հարկատուներին հասարակությանը խափել են ու մեկին դեմ արել, գումարը իրանք վերցրել իրանց համար, իրանց ջեբերելցել, ու դա կրկնվում է մինչև այսօր։ Իրանք թալանում են հասարակ արցախցուն, հասարակ երևանցուն, հասարակ լենինականցուն եւ այլ հասարակ հարկատուներին, մեզ իրար դեմանում, իրանք այդ փողերը աշխատում։ Սա է Հայաստանի կառավարման 30 տարվա կառավարման այդ գիծը եւ կառավարիչների մտքի եղած ու նպատակը էս է եղել։ Մենք պետք է այս թակարդից դուրս գանք, թույլ չտանք որպեսզի որ մեզ պարակտեն։ Իսկ մեզ պարակտելու համար այդ գործոնները Ղարաբաղի 22 դեպուտատ, տարբեր պաշտոնյաներ, պրեզիդենտ նախագահ կոչված եւ այլն, իրանք պետք չեն ելնեն։ Իրանք նույնիսկ որտեւ իրանք այս մեր հայրենակիցները ատոմ են։ Դուք մենք շարքում կայնեցնում։ Դա ու ես ասպես ասեմ, հարգելի մեր հայրենակիցներ, հարգելի Հայաստանի հայրենակիցներ, իրականում այնպես չի որ արցախցիները տենց շատ գոհ են այդ իշխանություններից եւ ուզում են որ իրանք առաջնորդեն, կրկնում են ոչ, իրանք որպես պատիժ են ասում, արիստե վերինգիր իմ հետ պայքարի, էս է իմաստը։ Բայց կողից որ նայեն, որ տեսնեն, որ շարքում խոսում են ինչ որ նոր մարդիկ եւ կայնած անդեղ չինովնիկները, դա արդեն բավականա որպեսզի որ մեր հայրենակիցներին վանենք մեզնից։ Բավականա որ արժ ընդդիմության ներկայացուցիչներ ընդեղ ներկալնեն։ Մենք պետք է պարզ հասկանանք, թալանչիները իրանք են։ Մենք գնում ենք իրանց հետ համախմբենք, ումից ինչ պահանջենք։ Ումից ինչ պահանջենք։ Հարց է առաջանում, պարզ ու տրամաբանական։ Սա ամեն քաղաքացի իրավունք ունի այդ հարցը։ Այդ թալանչիներից եկել եք փողի խնդիր ունեք, թալանչիների հետ եկել եք ումից եք ինչ ուզում։ Ինչի չեք իրանցից ուզում։ Ու բացի դրանից, եթե այդ հավաքը լինի, այդ հավաքում դուրս գան, խոսան իշխանության դեմ, ու ընդդիմությանը մի բառ էլ չասեն, ընդդիմության դեմ, դա ուրեմն մենք չենք կարալու այդ կլեյմոյից հանենք, որ սա հենց իշխանության խաղերը չի, հենց իրանց բաների չի, եւ սա ոչ միտեղ չի հասնելու։ Մենք պետք է կրկնում եմ, նպատակը նրանումն է, համախմբվենք հասարակ Հայաստանի մեր քույր եղբայրների հետ, կոռուպցիայի ու թալանչիների դեմ դուրս գանք, այո, արցախցիների խնդիրը նրանում է, որ դուրս գան ու այդ կլան կոչվածի ջարդը տան, եւ մեր պատիվն ալնելու բարձր, եւ սոցիալ հարցերն լինելու լուծված, եւ կարեւորը համընդհանուր համերաշխություն ալնելու, եւ Նիկոլի այդ ծրագիրը մեզ պարակտի իրար դեմանի, ու ոչ միայն Նիկոլի, նաեւ միջև Իրանը, տապալվելու է, էսա մեր խնդիրը։ Սա է իմ կարծիքս։ Ես հավաք կազմակերպերի, ես այդպես կանեի։ Արցախցիները ու կհավաքվեինք, կլանի ջարդը տայինք, ստեղի ժողովուրդին էլ ասենք, արցախցիները երկու հոգով չեն որոշում արցախցիների կերպար։ Արցախցիները իրանք չեն, մենք ենք արցախցիները։ Եվ ձեր հետ հավասար։ Մենք հասարակ Հայաստանի քաղաքացու հետ հավասար այս երկրի տերն ենք, եւ մենք պետք է համախմբվենք ու տեր կանգնենք։ Իսկ դրա առաջի քայլը կոռուպցիայից ազատվելն է։ Այդ կոռուպցիայի չազատվելի պատճառն է, պատերազմ ենք պարտվել, Արցախ ենք պարտվել, միջև հիմա իրար ենք ուտում։ Դա հենց նա է, որ 18 թվին խոսք են տվել, որ գալիս են կոռուպցիային ջարդը տանք, եթե ես մարդ ա եղել ասել, եթե ես կոռուպցիայի հետ խառնեմ, հանեք ինձ հրապարակում, կախաղան հանեք։ Հիմա այնա միլիարդների փաստերի կա այդ կոռուպցիաներներին փոխանցած։ Եվ նաև իրանց հենց ԿՊ-ի կոռուպցիայի փաստերի կան։ Դե հիմա վերցրեք պարանը, իջեք հրապարակ, ձեզ կախեք։
Բայց դե, էսի թողը մենք մի կողմ։ Մենք պետքա խնդիրի կոնկրետ դնենք, որ սա հակակոռուպցիոն է, ստե իշխանություն փոխելու խնդիր չենք դնում։ Չկա նման խնդիր, որևէտև չունենք տեխնացու, որևէտև դա պետքա համաժողովրդական որոշում լինի եւ այլն եւ այլն։ Իշխանություն փոխելու խնդիր չկա, կա թալանը վերադարձնելու խնդիր։ Եվ սա կարող է տևողական պայքար պահանջի։ Երբ ենք սկսում այդ թալանը վերադարձնել, հիմա, որովհետև այդ թալանի մասի փաստերը մենք տարիներ առաջ ենք ներկայացրել։ Եվ փաստորեն այս մի աջակցությունը ստանում ենք փետրվարի տանվարձերը տալիս, վերջին ապրիլը մստանում մարտինը տալիս, էլ ապրիլի տանվարձը չենք իմանում ոնց ենք տալու։ Այդ էլ այդ միամի ժամանակ, որ եթե բարբերաբար հավաքներ լինի ու ասում եմ կազմակերպված տրամաբանական որ կողից լսողը հասկանա ինչի մասին է, որ իր տունը նստած մեր հայրենակիցը Facebook-ը միացնի տեսնի արցախցիների հավաքին, պետքա նենց բան լսի, որտեղից հելնի գա կողների կայնի։ Ու դա մենք պետքա անենք։ Ու ասենք որ այ բոլորեն այդ թալանչիների դեմ է այս պայքարը, որ երգիրը թալանում են օպելի վարորդների վրա էլ հələ հեգնանքով են վերաբերում։ Այս նրանց աշկն ենք անում։ Եկեք միասին սա անենք։ Սա է իմ կարծիքով ճիշտ հավաքի տրամաբանությունը։ Էլ չեմ երկարացնում, ես իմ ասելիքս ասել եմ։ Տա Աստված ինչպես էլ կազմակերպեն արցախցիների հավաքը, այդ խնդիրը լուծվի, սոցիալ խնդիրը լուծվի, որտեղ մարդիկ իրոք դրսերում են մնում։ Դե մնացածն էլ կապի մեջ լինենք, հետևենք, հաջողություն ձեզ, շնորհակալություն ուշադրության համար։